Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները նախատեսված են ուրբաթ Օմանի մայրաքաղաք Մասկատում։ Սպիտակ տունը եւս հաստատել է տեղեկությունը։ Օրակարգի շուրջ, սակայն, կողմերը դեռ տարաձայնություններ ունեն։ Իրանը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել միայն միջուկային ծրագիրը, իսկ բալիստիկ հրթիռների հարցը քննարկման առարկա չէ։ Թեհրանը նաեւ պահանջել է, որ բանակցեն միայն Իրանն ու Միացյալ Նահանգները, առանց տարածաշրջանային միջնորդ երկրների, ինչպես նախատեսվում էր։ Եթե Իրանը ցանկանում է հանդիպել, Միացյալ Նահանգները եւս պատրաստ է 3 հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը, սակայն օրակարգը չի սահմանափակվի միայն միջուկային ծրագրով, շեշտել է Մարկո Ռուբիոն։ Կարծում եմ, բանակցությունները, որպեսզի իրականում ինչ-որ իմաստալից արդյունքի հանգեցնեն, պետք է ներառեն բալիստիկ հրթիռների հեռահարության, տարածաշրջանում ահաբեկչական կազմակերպությունների նրանց հովանավորության հարցերը, միջուկային ծրագիրը եւ սեփական ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը հայտարարում են, թե Իրանը միջուկային զենք է ստեղծում։ Թեհրանը մինչդեռ պնդում է, որ ուրանը խաղաղ նպատակներով է հարստացնում։ ԱՄՆ նախագահը վերջին օրերին մեծ թվով զորք եւ ռազմանավեր է ուղարկել Մերձավոր Արևելք եւ սպառնում է ռազմական գործողություններ սկսել, եթե Իրանն անհապաղ բանակցությունների չնստի։ NBC News-ին տված հարցազրույցում էլ Դոնալդ Թրամփը երեկ ասել է, որ Իրանը հիմա բանակցում է ԱՄՆ-ի հետ հանդիպման շուրջ, սակայն մանրամասներ չի հայտնել։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Իրանի միջուկային օբյեկտներին անցած տարի ամերիկյան զինուժի հասցրած ավելի չարվածներից հետո Թեհրանը փորձում է շարունակել իր միջուկային ծրագիրը, ինչի համար էլ Վաշինգտոնը պահանջում է, որ նստեն բանակցությունների։ Նրանք մտադիր էին միջուկային նոր օբյեկտ կառուցել երկրի այլ հատվածում, եւ մենք իմացանք դրա մասին։ Ես ասացի, եթե անեք դա, մենք շատ վատ բաներ կանենք ձեզ հետ։ Լրագրողը նաեւ հետաքրքրվել է, արդյոք ստեղծված իրավիճակում Իրանի գերագույն հոգեվոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին պետք է անհանգստանա։ Թրամփը պատասխանել է. «Ես կասեի, որ նա պետք է շատ անհանգստանա»։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ արտաքին միջամտությունն Իրանի ներքին գործերին լուրջ ռիսկեր կստեղծի ամբողջ տարածաշրջանի համար։ Ռեջեփ Թայիպ Էրդողանն ընդգծել է Իրանի շուրջ վիճահարույց հարցերը, այդ թվում միջուկային ծրագրի խնդիրը պետք է դիվանագիտական ճանապարհով լուծվեն։ Այս պահին պարզ չէ, արդյոք Վաշինգտոնն ու Թեհրանը ընդհանուր հայտարարի են եկել Օմանում անցկացվելիք բանակցությունների օրակարգի շուրջ։ Axios-ը ամերիկացի պաշտոնյաներին հղումով երեկ նույնիսկ գրել էր, թե Վաշինգտոնը չեղարկել է բանակցությունները, երբ Թեհրանը առաջարկել է հանդիպումը Ստամբուլից տեղափոխել Օման եւ քննարկել միայն միջուկային ծրագիրը։ Մենք նրանց ասացինք, որ կամ այսպես, կամ ոչ մի հանդիպում, եւ նրանք պատասխանեցին այդ դեպքում ոչ մի հանդիպում, Axios-ին ասել էր ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։ Նա նաեւ նշել էր, եթե Իրանը համաձայնի վերադառնալ սկզբնական ձևաչափին, ԱՄՆ-ն պատրաստ է հանդիպել այս կամ հաջորդ շաբաթ, քանզի Վաշինգտոնը ցանկանում է արագ հասնել իրական համաձայնության։